տերերը։ Թոսը Տեր Աստված, շնորհակալ ենք քեզնից։ Ոչ թե լացածին են գցել դռները։ Երկրորդ անգամ փողոցում հայտնվելու վտանգն է այսօրը գցել այս մարդկանց։ Արարատի մարզի Դարբնիկ գյուղի նախկին քոլեջի այս շենքում տեղավորված փախստականներին օրեր առաջ ծանուցել են, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը շենքը տվել է Օթևան անունով կազմակերպությանը։ Բնակիչները տագնապի մեջ են։ Թուրքից փախա եկա, հիմիկել հայրն է ինձ լարում, բա ուր է թամ։ Օթևանը մեկ տարվա պայմանագիր է առաջարկում փախստականներին։ Դիմել են ՄԻՊ գրասենյակ, վստահեցրել են, որ տներից չեն հանի իրենց, չեն հավատում մարդիկ։ Իրանք ինչ գարանտիա են տալիս մեզ, որ մենք ստորագրենք, մյուս տարի մեզ չեն կհանեն։ Չեն ասել մեզ կհանեն տներից, մեզ դա չեն ասել կհանեն։ Մեզ ասել են պետք է գան գնահատեն քո կյանքի որակը, նայեն քո երևի պիտի ստուգեն, ով ի վիճակի է բնակվելու այս շենքով, ի վիճակի չէ, օրինակ վարձով ապրելու կամ բնակարան ունենալու, կմնա։ Բնակիչների խոսքով իրենց նույնիսկ սպառնացել են, որ եթե պայմանագիր չստորագրեն, ուժով էլ լինի հանելու են։ Հիմա ասում են դուք եթե չստորագրեք 3 օրվա մեջ կարան գան ձեզ հանգիստ պետական մարմինների ուժով հանեն։ Մեկը վարկով, մյուսը տարիների ընթացքում փողը հետ գցելով վերանորոգել են իրենց տները, չեն մտածել, որ մի օր կարող են իրենցից խլել արած դրածը։ Ստեղ ահագին գումար ենք ծախսել, իսկ այն վաղ ցենց չի եղել։ Հիմի պարտկով ենք վերցել թե ոնց մի կերպ է որ ծնողազուր քիչ-քիչ սարքել ենք, էսա։ Թուղթը բերողը բերելա տալուց եղել է, որ վերևից ասել են հիմի բա մենք տուն ենք սարքել, ոսկ ենք դրել գրավ, վարկ ենք վերցրել, այսօր դուք հաշվի արեք, էդի դվել եք վարձ։ Չեն պատրաստվում դուրս գալ իրենց տներից, ասում են իրենք են իրենց համար ապրելու պայմանները ստեղծել, լույս, ջուր, գազ քաշել, դուռ ու պատուհան փոխել։ Ինչի համար։ Աստված գիտի նույն պայմանները որևէ այլ տեղ կունենան, թե ոչ։ Պարզաբանման խնդրանքով դիմել ենք սոցապ նախարարությանը։ Մեր զանգերը անպատասխան են մնացել։